Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է և տաղավարում այսօր հյուրընկալել եմ հոգեշնոր Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանին, նա հանդիսանում է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահը, Աստվածօգնական Հայր Սուրբ։ Աստված պահապան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար այսօր, Հայր Սուրբ։ Ես էլ շնորհակալ եմ։ Ճիշտն ասած, այս վերջին շուտով կլինի 1 տարին, ինչ մեր հանրությունը լսում է ավելի շատ մեր եկեղեցու մասին, իհարկե պատահական չեն այդ թեմաները, շատ հաճախ եկեղեցու մասին խոսույթը վերածվել է անարգանքի, վերածվել է դատապարտության, վերածվել է հոգևորականների նկատմամբ հետապնդումների, բայց այս ամբողջ վատ երևույթի մեջ ես նաև մի շատ լավ բան եմ տեսնում, Հայր Սուրբ, որ մեր ժողովուրդը իր հոգևորականներին, իր եկեղեցու սպասավորներին շատ ավելի հաճախ է հիմա տեսնում և նույնիսկ այն մարդկանց, որոնց ինքը չի ճանաչում, այսօր արդեն ճանաչում է և վստահ եմ, որ նախկինում էլ մեր եկեղեցիները լեփլեցուն էին լինում, բայց երևի թե դուք էլ կվստահեցնեք, Հայր Սուրբ, որ այսօր շատ ավելի լեփլեցուն են դարձել, պատարակները շատ ավելի մարդաշատ են դարձել, ուզում եմ ասել, որ այս վատ երևույթի մեջ նաև դրականն եմ տեսնում և ուրախ եմ, որ այսօր դուք ինձ մոտ հյուրընկալվել եք, որտև ձեզ մարդիկ նաև սկսեցին էկրաններից տեսնել բացի ձեր քարոզներից և ծիսական արարողություններից։ Ինչպես կգնահատեք այս ամենը։ Դիտարկումս ճշմարտությանը համապատասխանում է, թե ոչ։ Փառք Աստծո, որ մեր եկեղեցիները լի են։ Ես դեռ պատանի հասակից առնչվել եմ եկեղեցուն, հաճախել եմ եկեղեցի և եթե տարիների ուրեմն հեռավորությունից նայում եմ, հայացք եմ նետում մեր անցած ճանապարհին, ընդհանրական իմաստով, անշուշտ պիտի վստահեցնեմ, որ մեր եկեղեցիները շատ ավելի լի են, մեզանում աստվածփնտրությունը շատ ավելի առատացել է, մեր պատանիները, երիտասարդները շատ ավելի կապված են եկեղեցուն և եկեղեցականին, իսկ մեր կյանքի դժվարությունները ինչ հարթության վրա էլ որ հանդես գալու լինեն և ինչքան էլ որ դրանք անօրինակ ուժեղ լինեն, հալածական լինեն, անցանկալի լինեն, անօրինակ լինեն, այդուհանդերձ դրանք մեկ օր վերջանալու են, նահանջելու են և մենք ամենքս հավաքական իմաստով արձանագրելու ենք հաջողություն, առաջընթաց, աստվածտեսություն, մարդասիրություն, այն ամենը, ինչով որ մեր կյանքը լրանում և բովանդակվում է։ Հայր Սուրբ, ես հաղորդման հենց սկզբում էլ նշեցի, որ այդ հալածանքները հայ առաքելական եկեղեցու նկատմամբ և հոգևոր դասի նկատմամբ, մասնավորաբար ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ դեռևս այսպես շարունակական բնույթ են կրում, բայց պատմությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցին երբեք բոլոր հալածանքների պարագային էլ չի ընկրկել։ Այսօր էլ այդ վստահությունը մեր եկեղեցին ունի, որ այս փորձությունն էլ ամեն դեպքում հաղթահարելու է, բայց մի դիտարկում եմ ուզում անել, Հայր Սուրբ, ի տարբերություն նախորդ բոլոր տառապանքների և հալածանքների ճանապարհով անցնելուն մեր եկեղեցու, այս անգամ այդ հալածանքները հենց հայի կողմից են տեղի ունենում, իսկ նախկին պատմական դրվագներում դրանք միշտ թշնամական հրոսակների, թշնամական երկրների, հիմա մի փոքր այլ է իրավիճակը, ինչպես եք սա գնահատում, հայի կողմից արվող հետապնդումը։ Ընդհանրապես աստվածաբանական դիտակետից Աստվածաշնչի առաջին գրքից մինչև վերջին գրքերը ընթերցելիս մենք տեսնում ենք, որ մարդը և համաժամանակ և անհատական և հավաքական էակ է։
Եվ ամենևին անհրաժեշտություն չկա չասելու համար, որ սխալ է, ուրեմն հակադրելը անհատականությանը եւ հավաքականությանը, որովհետեւ անհատականությունն ու հավաքականությունը միևնույն իրեղության, միևնույն հարթության տարբեր երեսներն են։ Մեր կյանքում եւ աշխարհում ներկա ազատականացման կամ համաշխարհայնացման պայմաններում շատ իրողություններ, երևույթներ կամա ակամա խեղաթյուրում են, թյուր ընկալում է հանդես գալիս մարդկանց շրջանում, մարդկանց, ազգերի, ժողովուրդների, ինստիտուտների։ Այս իմաստով ուրեմն որովհետեւ մենք հարցերին ճիշտ դիտակետից մոտենանք, մենք պիտի անդրադառնանք ուրեմն նախահիմերին, պատճառներին, սկզբնապատճառներին, որտեղ թեքվեց, որտեղ բեկվեց մարդու հանրույթի, ինստիտուտի ընթացքը, որպեսզի ճիշտ ընդհանուր հայտարար արձանագրենք։ Ինչ վերաբերում է հալածանքին, եկեղեցուն եւ այս օրինակ ուրեմն դրությունների, հարթությունների։ Նախ պիտի փաստենք, որ եկեղեցին Աստծո գործողության հիշողությունն է, եկեղեցին պարզապես ուրեմն պետական կամ սոցիալական հաստատություն կամ ինստիտուտ չէ։ Հետևաբար եկեղեցու դերը եւս ուրեմն շատ բազմաճյուղ եւ պատճառաբանված է։ Մեր եկեղեցականները, եկեղեցական հայրերը, ինչպես ընդհանրական եկեղեցու պարագային, այնպես էլ մեր, գիտեք, ինչքան ուրեմն ուշադրությամբ, ինչքան խորությամբ ուսումնասիրեք մեր ժողովրդի պատմությունը, դուք հայտնաբերեք, որ մենք շատ քիչ դեպքերում եւ շատ կարճաժամկետ է պատահել, որ խաղաղություն ենք ունեցել, ինքնավարություն ենք ունեցել։ Պետականություն ենք ունեցել, հենց առաջին այսօր, Այս բոլոր բառերը այդ նույն պետականության ուրեմն համարժեքներն են։ Ինչպես այսօր սիրում են ասել, ինքնիշխանություն, ինքնիշխանություն։ Ուրեմն ինքնիշխանությունը եւս ինքնանպատակ չէ, եկեղեցու կյանքում հալածանքը նորություն չէ։ Եթե ուրեմն հետ ենք գնում, տեսնում ենք, որ մեր հայրապետների զգալի մասը ուրեմն հայրերի եւ հայրապետների հատկապես անցել է այդ հալածանքի միջով։ Լավ արձանագրեցիք, տեղին էր ձեր արձանագրումը, որ իբրև կանոն հալածանքը եղել է ուրեմն դրսից, օտար իշխանությունների կողմից։ Հիմա ցավի սիրտ մենք այս անհամաձայնությունը, անհասկացողությունը, հալածանքը այս օրինակ ուրեմն դրությունների ականատեսնենք մեր երկրում, մեր մայր երկրում, մեր մեծ տանը, բնականաբար մեզ համար սա ազգային ողբերգության առիթ է։ Բայց հարթությունները աշխարհիկ եւ հոգեվոր դաշտերում փոքր-ինչ տարբեր են։ Եկեղեցին Քրիստոսի առաքելության իրականացնողն է երկրի վրա։ Եկեղեցին ուրեմն խաչալի եւ հարուցյալի ճանապարհի կրկնողն է երկրի վրա։ Եվ եթե Քրիստոս հանձն առավ խաչն ու հալածանքը եւ հարությունը հետևեց ուրեմն խաչելությանը կամ խաչելությունը նախորդեց հարությանը, այնպես էլ եկեղեցու կյանքի մեջ մենք չենք կարող այլ դիտակետ, այլ ճանապարհ ունենալ, մենք պիտի անցնենք այս հալածանքով։ Ցավ է մեզ համար, որ մեր մայրենի երկրում այսօր այսքան ժամանակ անց մենք անցնում ենք այս ճանապարհով, անշուշտ ցավ է, անօրինակ ցավ։ Այդուհանդերձ հալածանքը ընդհանրական եկեղեցու պատմության ու կյանքի մեջ ուրեմն ինչ որ իմաստով նաև անհրաժեշտ տար է, այն իմաստով, որ երբ որ եկեղեցին զրկվում է պետության, այսպես ասած, գործընկերային վերաբերմունքից, օգնականությունից,
ինքը բնականորեն վերադառնում է իր նախահիմերին, վերադառնում է իր առաքելությանը, այդ առաքելության անբաժանելի մասն են կազմում հալածանքը, մարտիրոսությունը, եւ եթե մեկին թվում է, թե հալածանքը եւ մարտիրոսությունը դա եկեղեցու պարտությունն է, ուրեմն պիտի տեղեկացնենք, որ դա պարտություն չէ, այլ ընդհակառակը հաղթանակ։ Հայր Սուրբ, այ որ ասում եք մարտիրոսությունը, նահատակությունը, այս բոլոր դրսևորումները արդյոք նաև դեպի ապաշխարություն տանող ձևեր չեն։ Վերջի վերջո ես կարծում եմ, որ եկեղեցին եւ եկեղեցականներն էլ պարբերաբար ունեն, հա, այդ ապաշխարության խնդիրը, կա այդպիսի բան, որ կարող է տանել դեպի դրան եւ որոշակի առիթներ կամ որոշակի իրադարձություններ այնպես են ձևավորվում, այնպես են դասավորվում, որ մեր եկեղեցին նորից գնում է մաքրման ճանապարհով։ Այ հիմա մենք տեսնում ենք, որ այո, գնում է մաքրման ճանապարհով։ Կան որոշ հոգեորականներ, որոնք իրենց դուրս դրեցին այդ ամենից եւ ես կարծում եմ աշխարհական մարդ եմ ես ամեն դեպքում, բայց ինձ նաեւ ուրախացնում է այդ պահը, երբ ես տեսնում եմ մարդիկ հոգեվոր դասում, որ դուրս են մղվում եւ դրանով նաեւ մաքրվում է եկեղեցին։ Տեսեք, դուք հիմա բառեր եք ասում, որոնցից յուրաքանչյուրի մասին կարելի է շատ երկարաժամկետ խոսել, զրուցել, ուրեմն աստվածաբանական դիտակետից շատ կարևոր ձեռքբերումներ, ուրեմն շատ հոգեշահ ձեռքբերումներ կարելի է արձանագրել։ Ընդհանրապես մարդու մեջ եւ մարդկային կյանքում ամեն ինչ փոխկապակցված է։ Ու ապաշխարությունը ինչ որ իմաստով առանձին հարց է, բայց մեր կյանքի յուրաքանչյուր վարքյան, այսպես թե այնպես, մեզ ուղեկցում է, տանում է, առաջնորդում է դեպի աստվածփնտրություն, ինքնատեսություն, աշխարհաճանաչություն, մարդաճանաչություն եւ գաղտնիք չէ մեզ համար, թե դեռևս ուրեմն հույն փիլիսոփաները ինչպեսի եւ ինչքան ձեռքբերումներ են արել, որպեսզի այսօր էլ մեր կյանքում մարդկության համար ուրեմն բավական օգտակար կարող են լինել։ Այդ թվում եւ ուրեմն արդարության, արդարադատության, ճշմարտության, որևէ հարթության հետ կապված։ Ես մի դասական օրինակ բերեմ, մեր կյանքի մեջ օրինակ հայտնի է Վարդանանց պատերազմը եւ հայտնի է իբրև բարոյական հաղթանակ։ Եվ որոշներն էլ ցավի սիրտ այս բարոյական հաղթանակ այս ձևակերպման հետ կապված երբեմն կարող է ձեռք առնեն, կարող է այնպես պատահի, որ ուրեմն թերարժեքության, թերագնահատության զգացումով մոտենան, բայց Վարդանանց պարտությունը հոգևոր հարթությունում հավերժության հաղթանակն է։ Ինչի համար, որովհետև ըստ էության Վարդանանց կռիվը վասն հայրենյաց եւ վասն հավատո էր։ Եվ ըստ էության սա կրկնությունն է այն նույն պատկերի, որը որ մենք տեսնում ենք մեր Տիրոջ Քրիստոսի պարագային խաչի վրա։ Հիմա աշխարհիկ դիտակետից, աշխարհիկ հարթության վրա Քրիստոսի խաչելությունը իր առաքելության ավարտն էր։ Բայց միևնույն ժամանակ այդ կատարածը դարձավ, այդ իրողությունը դարձավ, ուրեմն հաղթության սկզբնառիթ, պատճառ, հետևանք, ամեն ինչ կարող ենք տեղավորել այստեղ։ Նույն հարթության վրա մեր կյանքում հալածանքը մանավանդ եթե այսպես ձևակերպենք անտեղի հալածանքը, անհասկացողություններից բխող հալածանքը, ուրեմն անհամերաշխությունից բխող հալածանքը, որքան էլ որ անցանկալի է, որքան էլ որ ցավ է մեզ համար, այդուհանդերձ դա մեզ համար
ոչ ավելորդ անգամ առիթ է վերադառնալու մեր քրիստոնեական ինքնությանը, մեր բուն առաքելությանը։ Ըստ էության, եթե փաստենք, այս բոլոր անցանկալի դրսևորումները մեր անձնական գնահատմամբ, ուրեմն հավատքի, հույսի եւ սիրո թերագնահատության արդյունք ու հետևանք են։ Այդ հավատքը, սերը, թերագնահատությունը ինչ կերպ է դրսևորվել։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք աստվածային իրողություններից, մարդ-աստված հարաբերություններից, միջանձնային հարաբերություններից, ընդհանրապես ամեն ինչից կարող ենք խոսել եւ ուրեմն փոքր հարթությունը կարող ենք տարածել մեծ հեռանկարի վրա, ավելի լայն դաշտի վրա։ Մենք հաճախ խոսքեր, եզրեր ենք ասում եւ չենք անդրադառնում դրանց բովանդակությանը։ Մեր գործնական կյանքում մեր ինքնատեսության ճանապարհին անձնական թե ընդհանրական հարթությունների վրա մենք ըստ էության չենք գնում այդ ճշմարտությունների հետևից։ Լայն առումով կրկնում ենք Պիղատոսի սխալը։ Երբ որ ճշմարտությանը, արդարությանը, բացարձակին մենք վերաբերում ենք սոսկ իբրև գաղափարների։ Այո։ Այնինչ ճշմարտությունը, արդարությունը նաև անձնավորված է։ Չէ՞ որ Քրիստոս ասաց ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը։ Հիմա շատ կախում ունի մեր ելակետը եւ նպատակակետը։ Հիմա տեսեք, Հայր Սուրբ, մի խմբակ, ես ուղղակի անուններ չեմ տա, ես դրսևորումից եւ երևույթից եմ խոսելու, մի խմբակ եւ խմբակի առաջնորդ ինքը հասկացել է, որ այդ բարենորոգողը հենց առաջին հերթին ինքն է, այդ մաքրամաքուր քրիստոնյան հենց ինքն է, այդ հաղթողը եւ ուրիշներին դատողը ինքն է եւ իր վրա վերցրել է այդպիսի չակերտավոր առաքելություն եւ որոշել է, որ ինքը պետք է կարգի հրավիրի բոլոր այն մարդկանց, ովքեր որ եկեղեցում ծառայել են եւ իհարկե ասում է, սա եկեղեցու դեմ չէ, սա վատ հոգեվորականների դեմ է, մասնավորաբար կրկին ասում եմ, վեհապար Հայրապետին է թիրախավորում, ասում է, այսպես չէ, այնպես չէ, մենք պիտի ուրիշ ձև, ուրիշ վեհապար պետք է ունենանք, մենք պիտի բարենորոգենք մեր եկեղեցին։ Ով են իրենք, որ իրենք որոշեն, որ հենց բարենորոգիչները իրենք են։ Տեսեք, նախ ավետարանը ասում է, որ իրենց պտուղներից կճանաչեք։ Որևէ պարագայում։ Երկրորդ, ոչ մեկը սկզբունքորեն դեմ չէ բարենորոգությանը, որովհետև նորոգությունը մեր կյանքի անքակտելի մասն է։ Հիմա քիչ առաջ դուք խոսեցիք ապաշխարությունից, մենք գիտենք, որ նաև գտնվում ենք մեծ պահքի ժամանակահատվածում։ Սա ինքնատեսության, ինքնակնության, ինքնանորոգության, բարենորոգության յուրօրինակ ժամանակահատվածներից մեկն է, երբ որ յուրաքանչյուր ոք պիտի առերեսվի իր անցած ճանապարհի հետ։ Բայց մենք արդեն անդրադարձանք, որ եկեղեցին ինքնանպատակ հաստատություն չէ, եկեղեցին Աստծո տունն է։ Եկեղեցու առաքելությունը հաղորդության ապահովությունն է Խաչալի եւ Հարությալի հետ։ Եվ ինձ համար անկեղծ ասած անհասկանալի եւ խորթ է, երբ որ աշխարհիկ մեկը իրեն վերագրում է հանձնառություններ, որպեսզի գտնվում են հոգևոր դաշտում եւ Աստծո տնօրինության տակ։ Դե ես էլ եմ դրա մասին խոսում, Հայր Սուրբ, իրենք ունեն այդ բարոյական իրավունքը դարձնել եւ հռչակել իրենց բարենորոգիչներ։ Ովքեր են իրենք։ Ես իբրև կանոն հերո եմ մնացել, հերո եմ մնում եւ հերո կմնամ, ուրեմն բնորոշումներից ոչ թե որ ինչ որ իմաստով երկյուղ ունեմ։ Բազապես ես իբրև հոգևորական, իբրև Աստծուն փնտրող մարդ, իբրև հայ մարդ, ես եկեղեցում այդպիսի դաստի արագություն եմ ստացել ամեն տեղ ուրեմն փնտրել, առատացնել լավն ու բարին, որևէ հարթության մեջ։
Այս ամբողջ ժամանակահատվածում քիչ առաջ զրուցում էինք, դուք փաստեցիք, որ շուրջ 1 տարի է մենք այսպեսի լարված օրակարգ եւ իրավիճակ ունենք, որից ամոթ ու նախատինք է հորդում, որը ոչ մի կերպ երևակայելի չէ, որը ոչ մի կերպ հանդուրժելի չէ, որը անցանկալի է։ Բազում առիթներով շատ անձինք խոսել են եկեղեցուի պետություն, եկեղեցի իշխանություն, ուրեմն հանձնառությունը ստանձնելու սահմանների մասին եւ մենք անդրադարձանք նաեւ Վարդանանց օրինակին։ Ուրեմն որտեղ որ մարդը իրեն վերապահում է աստվածային հանձնառություն, երբևէ չի կարող այնտեղ ուրեմն միաբանությունը, սերը, հավատը, հույսը գերակայել։ Եթե դիպուկ ձևակերպելու լինեմ քաղաքական իշխանության սահմանը, այստեղ վերջանում է, որտեղ որ մենք խոսում ենք հավատքից, որտեղ եկեղեցու ճշմարտության հետ հաշվի չնստելը, եկեղեցու իրականությունը հարևանցելը նշանակում է ճշմարտության պայմանականացում։ Հավասարարժեք է ճշմարտությունը հարևանցելուն։ Հայր Սուրբ, տեսեք, ես պետք է միանշանակ կրկին հղում տամ վերջին շրջանի գնահատականներին, ասում են եկեղեցին բացառապես քաղաքականացված է, եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, եկեղեցին խառնվում է քաղաքականության մեջ եւ այլն եւ այլն։ Սրա պարզաբանումները քանիցս մեր հոգեորականները տվել են եւ նույնիսկ չեմ էլ ուզում անդրադառնամ շատ մանրամասնորեն սրան, որտեվ շատ եք խոսել հենց դուք ինքներդ հոգեորականները եւ այս իրենց քաղաքական գնահատականների մեջ անընդհատ ներքաշելով եկեղեցուն, մենք ցավոք սրտի այս ողջ պատումների մեջ կորցնում ենք իրական այն ասելիքի եւ անելիքի բարձրաձայնումը, որով հենց հիմա զբաղված է մեր եկեղեցին։ Ամսի 16-ից մեծ պահքն է սկսվել, Հայր Սուրբ, եւ մեր եկեղեցիները իրենց առաքելության ի կատար ածողն են եւ մենք տեսնում ենք, թե ինչ լեփլեցուն են եկեղեցիները։ Ես կցանկանայի մի փոքր ներկայացնեիք Պասի մեկնարկը տրվեց, ինչ խորհուրդ ունի Պասն իր մեջ եւ առհասարակ մենք ինչպես պետք է մեզ պահենք այս 40-օրյա շրջանում, Հայր Սուրբ։ Սա հիմնականն է, որ եկեղեցին մեզ միշտ մատուցում է եւ մեր կողքին է, մենք էլ դիմում ենք եկեղեցուն այդ առումով։ Ես մինչև պահքին անդրադառնալը միայն հերթական անգամ փաստեմ, որ մեր եկեղեցու հայրերն ու հայրապետները, հատկապես հայրապետները, մշտապես ծավալել են ազգային եկեղեցական պետականաշեն գործունեություն եւ եթե մենք այս գործունեությունը որակենք քաղաքական, ուրեմն մեր հայրապետների զգալի մեծամասնությունը զբաղվել է քաղաքականությամբ։ Թեև այս ձևակերպումն էլ շատ թերի է, եւ եթե դիպուկ փոքրինչ կռեհիկ բնորոշում տամ էժանագին։ Մեր եկեղեցու հայրերն ու հայրապետները երբևէ չեն տառապել կրոնական չեզոքությամբ, չեն երկյուղելացելով, որ սա իմ գործառույթն է, սա իմ գործառույթը չէ, որտեղ մեր ընդհանրությունը վերաբերվել են իբրև մի մեծ տան։ Եվ այդ տան մեջ, ինչպես որ մեր առօրյա կյանքում ինչ որ մի բան իրեն տեղում չէ, շտկված չէ, ընկած է, իրենք փորձել են ուղղել, շտկել։ Եվ բոլոր թերություններով ու թերացումներով հանդերձ ապրել են աշխարհիկ իշխանության հետ գործընկերային ուրեմն հարաբերության պայմաններում
աշխարհիկ իշխանությունը իբրև կանոն պահել է կրոնական չեզոքությունը վերաբերվելով ուրեմն զբաղվելով իր գործառույթներով անշուշտ ինչպես որևէ տան մեջ եղել են նաև անհասկացողություններ, հակասություններ, եղել են նաև ողբերգություններ, անցանկալի ուրեմն դրսևորումներ բայց այս բոլորը պատմության դասեր են, որովհետեւ մենք ճշմարտությունը սերտենք եւ ստույգ կերպով սերտենք, ոչ թե մեզնից ամեն մեկը ուրեմն իրեն հոգեարազատ ձևով մեկնաբանություն։ Ամեն մեկն իր կերպ մեկնի, այո, իհարկե։ Դառնալով պահքին կամ մեծ պահքին մասնավորաբար, ինչպես արդեն անդրադարձանք, պահքը մեր ինքնատեսության, ինքնակննության, կատարյալին ձգտելու, նրան նմանվելու նպատակամտությամբ մեր կյանքի մեջ մեր անցնելիք ճանապարհն է, որտեղ մենք առերեսվում ենք ինքներս մեզ հետ, որտեղ մենք կարիք ունենք, ուրեմն բեռնաթափվելու, մաքրվելու Ձեր հաղորդումը կոչվում է մետանոյա, այս բառի հայերեն համարժեքը ապաշխարությունն է կամ ապաշխարությունը, որը ներառում է նաև խոստովանություն եւ ինչպես քիչ առաջ մեր զրույցի ժամանակ ինքներդ բնորոշեցիք մետանոյան նաև բերում է մտքի փոփոխության։ Մտքի փոփոխության, հոգու փոփոխության, ուրեմն կյանքը վերատեսության ենթարկելու, որովհետև մենք մեղավոր մարդիկս մեծապես կարիք ունենք մաքրվելու Աստծով ուրեմն զորանալու միմյանց կյանքի մեջ տեղ մասնակցություն ապահովելու մեր բնական կարիքների մեջ է միմյանց վստահելը, միմյանց սիրելը, միմյանց ձգտելը, սա որևէ մեզ հայտնի որևէ հարթության վրա։ Հետևաբար այս օրինակ որևէ խժդժություն, որևէ անցանկալի դրսևորում, առավել ևս որևէ ամոթահարույց դրսևորում մեր ժողովրդի անցած այս հսկայածավալ պատմության մեջ ես դժվարանում եմ որակումներ տալ, թե ինչքան անցանկալի է։ Վերադառնալով մեր պահքին, վերադառնալով մեր ուրեմն նյութի հոգևոր կողմին, նախ պիտի փաստենք, որ տարվա մեջ ընդհանրապես մեր եկեղեցու տոնակարգում տարվա կեսը պահքի, կեսը ուտիկ։ Մենք ունենք օրապահքեր, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին կապված ուրեմն Քրիստոսի մատնության եւ չարչարանքի խաչելության հետ ավանդաբար ուրեմն համարվում է, որ նաեւ Եվայի գայթակղությունը տեղի ունեցավ չորեքշաբթի կամ ուրբաթ օրը, ինչպես նաև հինգշաբթին էլ համարվում է Տիրամորը տրվող ավետիսի օրը։ Եվ ունենք շաբաթապահքեր, ընդհանուր թվով 17 շաբաթապահք ունենք, ինչպես առաջավորած պահքը Սուրբ Գրիգորի օրհրիչի կողմից հաստատված, տաղավար տոներին նախորդող, խաչի տոներին, Հակոբ Մծմնահայրապետի տոնին նախորդող ընդհանուր իմաստով 17 շաբաթապահ կա, որից 7-ը ընկնում են մեծ պահքի։ Բայց մեր ժողովուրդը շատ ծանոթ է այս մեծ պահքին ամեն դեպքում, ավելի շատ առնչվում է դրա հետ, հայր Սուրբ։ Այն մնացած փոքր պահքերը ավելի շատ կուզեք որ մեծ պահքի մասին Մեծ զրուցեմ։ պահքի հիմա տեսեք 16-ից քանի որ պահքը մեկնարկը տրվել է պահքի մեկնարկը։ Շատ լավ։ Որոշ խորհուրդներ եւ նաեւ ես կուզենայի հայր Սուրբ ներկայացնեիք այս առաջիկա շաբաթը ինչ շաբաթ է եւ ինչ խորհուրդ ունի առհասարակ։ Ընդհանուր իմաստով մեծ պահք է բնորոշվում, բնութագրվում բուն բարեկենդանից մինչև ծաղկազարդ ընկած ժամանակահատվածը, որը ներառում է 7 կիրակիներ, բուն բարեկենդան, հաջորդը
արտաքսման կիրակի, անառակի կիրակի, անիրավ դատավորի կիրակի, գալստյան կիրակի եւ ծաղկազարդ։ Մեր եկեղեցու հայրեր այս ժամանակահատվածը բնորոշել են իբրև մեծի պահոց կիրակիների ոսկե շղթա եւ այս շղթան փող կապակցված է, այսինքն սրանք առանձին հիշողություններ, հիշատակություններ չեն, այլ մի ընդհանուր, այո, ինչպես որ մարդն է մեկ ամբողջություն, երբ որ մարդու ամբողջությունը տուժում է, կամ երբ որ մարդու ներդաշնակությունը տուժում է, ինքը դուրս է գալիս իր բնական վիճակից, այո, ուրեմն առաջիկա բուն բարեկենդանը խորհրդանշում է մեր նախածնողների դրախտային վիճակը երբ Աստուծո ներկայության մեջ այս վիճակը շատ նման է ուրեմն նորանցին մանուկների լույս աշխարհ գալուն իրենց վիճակին երբ որ վերջիններս բարորված են ծնողական գուրգուրանքով եւ երբեւե խնդիր չի ծագում թե իրենք ինչու կամ ինչպես են այդչափ ջերմությամբ բարորված երբեւե չեն հասկացում իրենց ծնողների ուրեմն հոգատարությանը իրենց ներբերված ջերմությանը արտաքսման կիրակին խորհրդանշում է մեր նախածնողների ուրեմն դրախտից դուրս դրվելուն այո արտաքսմանը այո երբ որ վերջիններս եթե ստույգ բառով ասենք ապստամբեցին Աստծո դեմ մեր առօրյա կյանքում մարդկանց թվում է թե մարդիկ երբեմն կարող են մեկնաբանել այս ապստամբությունը իբրև ազատություն ըստ էության ազատությունը Աստծո հետ հաղորդության մեջ մնալու մեջ է ոչ թե ուրեմն ինքնագնա ինքնանպատակ ուրեմն մերժումների որտեղ սա վերջնական հայտարարում ինքնամերժումի ճանապարհ է ոչ թե վերագտնելու եւ մեծ բախտն էլ ընդհանուր իմաստով ուրեմն մեր բուն ինքնությանը վերադառնալու մեր բուն ինքնությունը վերագտնելու կատարյալին մոտենալու մասին է արտաքսման կիրակին այսպիսով փաստում է մեր ծնողների նախածնողների դրախտից դուրս դրվելը ավելի պատկերավոր Աստծո ներկայությունից դուրս մնալը Աստծո կողմից արտաքսվելը այսօր ինքնակամ ըստ որում բայց այս բոլորով հանդերձ Աստված չի թողնում մարդուն շարունակում է հետևել նախախնամել մինչև մեր օրերը եւ այս իմաստով նախածնողների արտաքսումը պարզ մի պատմություն հիշատակություն չէ այլ մեր կյանքի պատմությունը հետեւապես յուրաքանչյուր հավատացյալ այս պատմությունը պիտի պատճենի իր կյանքի վրա ոչ թե վերաբերվի անցյալում կատարված իբրև անցյալում կատարված ինչ որ մի իրողության այլ այսինքն մեր ներկա կյանքի վրա պետք է պրոյեկտենք էլի այո բնականորեն ոչ թե դա զուտ պատմական դրվագ է բնականորեն եւ անհրաժեշտորեն պիտի պրոյեկտենք մեր կյանքի վրա որովհետեւ մենք ամենքս անկյալ ընկած մարդիկ ենք մենք ամենքս ունենք Աստծո եւ ճշմարտության փնտրտուք եւ մեր կյանքում կատարվող ոչ ցանկալի իրողությունները դրա լավագույն վկայությունն են որ մենք տակավին չենք հասել այդ ճշմարտության գիտությանը որ մենք տակավին ճանապարհ ունենք անցնելու այս իմաստով մեծ բախքը ուրեմն սոց կրոնական անհրաժեշտություն չէ այլ մարդկային Այսօր իսկ մեծ բախքի ընթացքում օրինակ շատ հաճախ են էլի հարցնում դա իդեպ նաև հենց մեր աշխատավայրում կան մարդիկ որոնք այդ մեծ բախքը պահում են եւ ասում են հնարավոր է դադարներ տալ օրինակ բախքի մեջ որոշակի ինչ որ շաբաթներ դադար տալ եւ այլն եւ այնուհետեւ շարունակել կամ ասենք բախքին ուշ միանալ այդպես լինում է այսինքն մեր եկեղեցական խորհուրդը ծեսը թույլ տալիս է այդպիսի զեղչումներ անել Սահմանված կարգը
Բուն բարեկենդանին նախորդող օրվանից մինչև ինչպես արդեն անդրադարձանք, մինչև զատիկն է։ Զատկին էլ նախորդում է ավակ շաբաթը, որը ներկայացնում է Քրիստոսի կյանքի վերջին իրողությունները, իրադարձությունները, դրա համար ուրեմն հատկորոշում է իբրև ավակ շաբաթ։ Եվ գիտենք, որ շատ մարդիկ ելնելով առողջական, զանազան այլև այլ պատճառներից նախընտրում են առաջի ու վերջի շաբաթները պահել։ Ավելի թույլ կարգավիճակ ունեցողները վերջի շաբաթն են պահում, շատ ավելի մարդիկ, որոնք վատ առողջ են, հիվանդ են, այո, մարմնական եւ հոգեվոր տկարություններ ունեն, այսինքն ինչքանով տրված է, սահմանված կարգը կա, բայց պահքը ինքնին պահքը, սա ինքնահոժար ապրում է, սա զուտ կրոնական կարգապահություն չէ։ Այսինքն հոգուտ հետ ներդաշնակության հարց է։ Միջավայր է, ճանապարհ է, որպեսզի մարդը տկարացնելով մարմինը զորացնի հոգին, որպեսզի մարդը առերեսվի, մոտենա, մերձենա Աստծուն, որպեսզի թույլ տա, որպեսզի Աստված մոտենա իրեն։ Եվ ոչ թե զուտ սննդային ինչ-որ բաներ, որ շատ հաճախ մարդիկ շփոթում են, էլի այդ ամեն ինչը։ Սնունդը կարևոր, բայց օժանդակ պայման է, մենք ուրիշ առիթներով այս մասին խոսել ենք։ Պահքի մասին ուրեմն շատ դեպքերում մարդիկ անդրադառնում են պահքին իբրև կանոն, առաջին բանը որ գալիս է սննդակարգն է, անշուշտ մեր անկատար բնության համար կարևոր է, թե մենք ինչ սննդառություն ունենք, բայց սնունդը ամենավերջին արարն է, որ կարող է վերաբերվել պահքին, բայց եւ միաժամանակ մենք չենք կարող, այսպես եթե տիպիկ գրեհիկ բնորոշեմ, մենք չենք կարող օղի խմել, խորոված ուտել ու պահք պահել։ Հասկանալի է, իհարկե։ Պահքը ենթադրում է արդեն իր սննդատեսակները, ավելի ժուշկալ, ավելի զուսպ, ավելի հավաք, ավելի քիչ, այո, ինչու ոչ։ Եվ այս ճանապարհով անցած կամ այս ճանապարհով անցնող մարդը վստահեցնում եմ ձեզ, որ ամբողջ կյանքում չի մոռանալու իր հոգևոր, հոգեմտավոր ապրումները։ Սա այնպիսի մի հոգեվիճակ է, որի մասին ուրեմն ցանկացած անձ կարող է ներկայացնել իր ներանձնական, իր ինդիվիդուալ ապրումը։ Այո։ Հայր Սուրբ, հիմա քանի որ արդեն մեր հաղորդումն էլ պետք է եզրափակենք, որպես վերջաբան ուզում եմ լսել, թե ինչպես եք պատկերացնում ելքը եւ առհասարակ ինչ եք կանխատեսում առաջիկա շրջափուլում կապված եկեղեցու հետ, կապված այս խմբակի ներկայացուցիչների հետ, այս հարձակումները ըստ ձեզ շարունակական բնույթ կկրեն, թե ամեն դեպքում ինչ որ մի պահի եւ հենց հարության տոնով, հարության ծեսով կարող է վերջ տանք այս ամեն ինչին։ Մենք երբ որ բացում ենք Աստվածաշունչը, առաջին գրքի, Ծննդոց գրքի երկրորդ գլուխը եզրագծվում է մի բնորոշումով եւ երկուսն էլ մերկ էին եւ չէին ամաչում։ Այստեղ Երևան է գալիս առաջին Աստուծո նախախնամ հայրական ջերմությունը մարդու նկատմամբ եւ երկրորդ մարդու անվերապահ վստահությունը Աստուծո նկատմամբ։ Այս հարաբերությունը խախտվեց, խաթարվեց, ապականվեց, ոչ թե այն պատճառով, որ մարդը ճաշակեց արգելված պտուղը, այլ նախ եւ առաջ այն պատճառով, որ տեղի ունեցավ վստահության կորուստ։ Դուք հասկացաք ես ինչ նկատի ունեմ։ Ուրեմն մեր աշխարհային կյանքի մեջ էլ երկու տարբեր ծայրահեղություններ կան։ Անհատապաշտությունը, երբ որ մարդը իրեն ամեն ինչից վեր է դասում ու դնում, եւ հավաքապաշտությունը,
երբ որ մարդ ամբողջությամբ ուրեմն հրաժարվում է պատասխանատվության ստանձնումից։ Ասել է, թե մեր կյանքում շատ կարող ենք որակել, որ շատ տիպիկ կերպով կարող ենք որակել, որ ուրեմն ներդաշնակության խաթարում կա եւ վստահության պակաս։ Ինչը որ ես իմ խոսքի մեջ բնորոշեցի իբրև հավատի, հույսի եւ սիրո ուրեմն թերագնահատում։ Մենք մեծապես կարիք ունենք ուրեմն ապրելու, անցնելու այն ճանապարհով, հաշվի նստելու այն իրողությունների հետ, որոնց մասին խոսում ենք։ Այլապես այս հակամարտության մեջ ոչ մի շահող չի լինելու։ Այսինքն մենք այս վստահության ճգնաժամը պետք է փորձենք հաղթահարել։ Պիտի փորձենք վերադառնալ, վերագտնել մեր ուրեմն փոխադարձ հարգանքը եւ մեր կյանքից դուրս մղված առավելություններն ու առաքինությունները։ Եթե մենք այս ճանապարհով չքայլեցինք, եթե մենք մեր կյանքի մեջ Աստվածաշնչում այս երկու իրողությունները միասին են հանդես գալիս սիրո պատվիրանի մեջ՝ սիրիր քո Տեր Աստծուն եւ սիրիր քո ընկերոջը քո անձի նման։ Ընդհանրական եւ մեր եկեղեցու հայրերի մոտ ուրեմն չափազանց մեծ տեղ է տրվում հավաքականությանը, այն իմաստով, որ եթե մեկը չի սիրել մերձավորին, չի կարող ուրեմն փրկվել, եթե այսպես բառացի Հա մեր հոգեորականների մեջ շատերը կային, որ այդ մի մասը լավ չէին հասկացել եւ իրենց շատ մերձավորին սիրելու մեջ միջով ու միջոցով է, որ մենք ինքնատեսություն ենք ապրում, հաղորդակցում ենք Աստծո հետ, այսինքն լավ Ես գիտեմ, որ տարբեր տեղեր շատ օրինակներ կան, շատ անձինք կան, գայթած անձինք, չգիտեմ, կողմ բռնած անձինք, սկզբունք որդեգրած անձինք, բոլորն էլ կարիք ունեն։ Եվ հիմա ամենալավ միջավայրն է, ամենալավ, ամենայուրահատուկ, ամենաինքնօրինակ շրջանն է, որպեսզի յուրաքանչյուր ոք ինքնամաքրման ճանապարհով գնա, ինքնակնության ճանապարհով անցնի, գիտեք, մեծ պահքի շատերը անգամ այսպիսի պատկերացում ունեն, որ մեծ պահքը ինքնակնության, ինքնակննադատության դատապետումի շրջան է, անշուշտ մեր կյանքի մեջ այս տառապանքը եւս կարևոր առնիքնող տեղ ու տեր ունի, բայց շատ ավելի կարևոր է այս ճանապարհը անցնելուց հետո լույսի եւ հույսի հայտնաբերումը։ Եթե պատկերավոր նկարագրենք հասնելու այն նույն վիճակին, որ եւ երկուսն էլ մերկ էին եւ չէին ամաչում։ Այսինքն մենք այնպես պիտի ապրենք, քայլենք մեր հավաքական, ընդհանրական, ազգային, եկեղեցական, պետական, մեզ հայտնի բոլոր մակարդակների վրա այնպես պիտի անցնենք մեր կյանքի ճանապարհը, որպեսզի Աստծուց եւ միմյանցից լայն իմաստով ամաչելու կարիքը չունենանք։ Այո։ Շատ լավ բան եք ասում, Հայր Սուրբ, եւ ես էլ ճիշտ ասած ուզում եմ եզրափակեմ մեր զրույցը եւ քանի որ նաեւ հղում արեցիք մետանոյային, այն անվանը, որով վերնագրված է իմ հարցազրույցային շարքը այս, ես շատ հուսառատ եմ, որ մենք բոլորս կանցնենք այդ ապաշխարության ճանապարհով, ես կարծում եմ յուրաքանչյուրս էլ ունենք, հա, մեր մեղքի բաժինը առհասարակ թե մեր երկրում տեղի ունեցող այս իրադարձությունների առումով, թե ընդհանրապես մեր կյանքում տեղի ունեցող տարաբնույթ դրսևորումներում եւ վատ իրավիճակներում հայտնվելու առումով, ամեն մեկս մեր մեղքի բաժինը ունենք եւ նաեւ լսելով ձեր խոսքը եւ ձեզ շարունակելով անցնենք այդ մաքրման ճանապարհով եւ սա էլ հենց պահքի շրջանն է, որը մեզ կտա այդ հնարավորությունը եւ կգանք այդ մետանոյային, այդ մտքի փոփոխությանը, Հայր Սուրբ։ Միանգամայն համամիտ եմ, որովհետև եթե մի բան ընդունենք մեր կյանքում դժբախտաբար սխալների պակաս էլ չկա, եթե մի բան ընդունենք, որ միտեղ սխալ կա, սխալը սխալով չի շտկվում։ Մարդկության մեծ ողբերգություններից մեկը որևէ հարթության, որևէ մակարդակի վրա
Ինչը որ տեսնում ենք օրինակ անառակ որդու պարագային։ Երբ վերջինս ասում եմ մեղանչեցի Աստծո նկատմամբ եւ երկնքի հանդեպ, հա։ Այս սխալական լինելու, մեղանչած լինելու, գայթած լինելու, ուրեմն ընդունելու սեփական մեղքը, այս անհրաժեշտությունն է, որովհետեւ Աստծո պատվիրանադրությունները այս արեք, այս մի արեք եւս ինքնանպատակ չեն եւ ոչ մի դեպքում դրանք կոչված չեն սահմանափակելու մեր ազատությունը, ընդհակառակը դրանք կոչված են համերաշխելու, ներդաշնակելու, պահպանելու մեր կյանքի անհրաժեշտությունները, այդ թվում ուրեմն ազատություն, արդարադատություն, արդարություն, ճշմարտություն, այն ամենը առանց որի մեր կյանքը իզուր եւ ընդունային է։ Ցավ է անշուշտ մեզ համար, մենք երբևէ չենք կարող երևակայել, որ մեր կյանքի մեջ գալու են այսպիսի վարքյաններ, որ մենք այսպիսի մտահոգություններ ունենայինք, որ մենք ստիպված լինեինք, օրինակ, այսպես ձևակերպեմ, պաշտպանելու եկեղեցին իշխանությունից, պաշտպանելու հայոց հայրապետին հարցակումներից, այսպես ձևակերպենք, հա, նուրբ քնքուշ հարցակումներից, դե յուրաքանչյուր անձ բարդք ունի, կարիք ունի, անհրաժեշտություն ունի անդրադառնալու նախ իր անցած ճանապարհին, ըստ արժանվույն գնահատելու իր անցած ճանապարհը, յուրաքանչյուր անձ կարող պիտի լինի գնահատելու դիմացինի անցած ճանապարհը, այդ քարը նետելուց առաջ, քարը վերցնելիս պիտի բարի լինի, ժամանակ գտնի, մտածի, ինչպես է վերցնում այդ քարը, ինչու է վերցնում, ուր է նետում, եւ արդյոք ունի իրավունք այդ քարը վերցնելու։ Եվ ինչ նպատակամտությամբ, այո, որովհետեւ եթե մեկը միտեղ ուզում է բարին, լավը, գեղեցիկը առատացնել, ես անդրադարձա, պտուղներից պիտի ճանաչվի, ուրեմն դա անում է բարի, լավ, գեղեցիկ ձևով, բայց ինչ որ մենք մեր կյանքում դժբախտաբար չենք տեսնում այդ բարի, լավ ու գեղեցկի առատացումը եւ ցավի սիրտ տեսնում ենք հակառակը, տեսնում ենք անհամերաշխություն, տեսնում ենք անհանդուրժողականություն, տեսնում ենք հայոյախոսություն, տեսնում ենք մարդասպանություն տարբեր հարթությունների վրա, սրանք ցուցիչներ են։ Եվ ես սրանք իմ դիտարկումներն են բացառապես իմ, եւ ես սա մեղադրելով չէ որ ասում եմ։ Ես ասում եմ, որպեսզի մեր կյանքի մեջ ուրեմն կարողանանք շտկում մտցնել։ Ոչ թե ինչ որ մեկին մեղադրելու, մեկին, մյուսին, ոման, շատերին։ Այսինքն վերանայման ճանապարհով գնանք։ Չկա ուրիշ ճանապարհ։ Դե ասեցի էլի, ես էլ էի ասում ապաշխարության ճանապարհով գնանք Հայր Սուրբ, իհարկե մենք միշտ պատրաստ ենք լսել հոգեորականների խորհուրդների եւ դրա պակասը ունենք եւ դրա ծարավը կա իսկապես եւ միգուցե մեր շատ ու շատ փորձությունները եւ ողբերգություններն ու դժբախտությունները նաեւ հենց գալիս են դրանից, որ մենք մեզ հաճախ համարում ենք հավատավորներ, հավատացյալներ, բայց այն խոսքը, որը մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին է հղում իր հոգևորականների, իր սպասավորների միջոցով, որպիսի մենք լսենք, հասկանանք, մենք հաճախ դա շրջանցում ենք եւ մեզ համարում ենք հավատավոր, սահմանափակվելով ընդամենը եկեղեցում մեկ մոմ դնելով, որը իհարկե էլի շատ կարևոր է, բայց այն բովանդակությունը, որի հետ որ պիտի մենք այսպես առերեսվենք, ընկալենք, ըմբռնենք եւ մեր միջով անցկացնենք, ցավոք մեր դժբախտությունների հիմնական պատճառը նաեւ դա է, ես այդպես եմ կարծում Հայր Սուրբ, եւ այսօրվա ձեր խորհուրդները, ձեր մոտեցումները իրապես շատ օգտակար կլինեն եւ մեզ համար եւ մեր հեռուստադիտողների եւ հետեւորդների համար եւ ինձ միայն մնում է ձեզ ասել Աստված օգնական Հայր Սուրբ Աստված պահապան, ես էլ շնորհակալ եմ այս գեղեցիկ հնարավորության։ Ունեք ասելիք բարեմաղթանք հղում մեր ժողովրդին, եթե կա որևէ այսպես վերջաբանի խոսք։ Կարծես թե բոլորը քննարկել։ Մեր զրույցը հասավ իր տրամաբանական ավարտին, դրա համար չունեմ, բայց
Աստվածանի ոչինչ, Ռիփսիմե ջան, մենք թերևս էլի առիթներ կունենանք զրուցելու։ Ես իբրև կանոն Մուսայով եմ խոսում, իբրև կան ես պիտի անբռնազբոս լինի, ես իմ մոտ այդ ամեն ինչ պիտի բնական լինի էլի։ Իպատիվ քեզ կարողացար ինձ։ Շնորհակալ եմ։ Ես հեշտ զրույցի բռնվեցի։ Շնորհակալ եմ Հայր Սուրբ, ինձ մնում է եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր Մեդիա Հաբի տաղավարում հյուրընկալել էի հոգեշնորհ Տեր-Իսահակ Վարդապետ Պողոսյանին, Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահին։ Իսկ մեր ընթացքը շարունակվում է Մեդիա Հաբում, կհանդիպենք, լավ մնացեք։ Գյուրջի անկասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։